Շատ դժվար էր պատերազմից հետո հետ գալը ու տեսնելը քո մանկության զոհված ընկերոջ ծնողների աչքերին։ Խի դուկաս ինքը չկա։ Դու էլ ես պատերազմի մեջ եղի ինքն էլ։ Այդ շատ դժվար էր։ Աննկարագրելի դժվար էր։ Պատերազմից վերադառնալը միշտ չէ, որ նշանակում է վերադարձ դեպի խաղաղ կյանք։ Խաչիկ Գրիգորյանի համար դա լուռ պայքար էր, տրված կյանքի յուրաքանչյուր վայրկյանը իմաստավորելու ու գործելու սկզբունքով։ Պատերազմը շատ մեծ ուսուցիչ էր, շատ մեծ։ Ու տենց մի 20 տարի մեծացանք։ Հենց ասում ես մարտական ընկերն է, բայց դու հիշում ես, որ դու 20 տարեկան ես ընդամենը, աբսուրդ է։ Դա անընդհատ այդ վիրավորների ձայն, արյուն, գիշերը, որ լույսերը անջատվում էր ու պետք է քնեին, այդ լռության մեջ այդ ձայները ոնց որ անընդհատ գլխիդ մեջ ուլներ ու դժվար էր այդ առումով մի քիչ, բայց հետագայում սենց եմ մտածել, այն կյանքը, որը որ մենք այսօր ունենք, լիքը մարդիկ չունեցան, հենց մեր աչքի առաջ, ու մենք այսօր իրավունք չունենք մեզ ընծայված կյանքը մի վայրկյանը սենց տեղին չօգտագործելու։ Ես գիտեմ ես ուր եմ գնում, ես գիտեմ ես ինչ եմ ուզում կյանքից, բայց միանշանակ Աստծո օրհնությամբ։ Ընտրությունների շարունակական շղթայում էական դարձավ մասնագիտության փոփոխությունը։ Մանկուց առնչվել եմ խաղողագործության ու գինեգործության հետ, բայց շատ գյուղական տարբերակով, պապերի ձևով էլի, գինի քաշելով։ Հետո առաջի կուրսում շատ պատահական ձևով ստացվեց այնպես, որ աշխատեցի Վայնարտ ընկերությունում ու սիրահարվեցի այդ մասնագիտությանը, բառի բուն իմաստով։ Իմ համար այդ մասնագիտությունը գործ չի, իմ համար ուղղակի ապրելակերպ է։ Ամեն օր դրանով ապրես, ստեղծագործես, ինքը իր հերթին իր մեջ կյանք ունի։ Գինին ինքը կյանք ունի։ Ինքը զգում է քո էմոցիաները, քո վերաբերմունքը, կարող է մի օր վատ տրամադրությամբ դու մտնես գինիներդ փորձես, քո համար ինքը շատ վատ է, որովհետև ինքը քո էմոցիաները զգում է։ Ու ինքն էլ քո էմոցիաների հիման վրա ձևավորվում է արդեն մինչև հասնում է սպառողին։ Կան պրոֆեսիոնալ սոմելիեներ, ովքեր որ գինին փորձելով կարողանում են կարծիք կազմել գինեգործի հոգեբանական ձևի մասին, ասում են, թե ինքը ինչ բնավորության գծեր ունի։ Այդ ճանապարհին Խաչիկը հանդիպեց 4090 կրթական հիմնադրամին, որն աջակցում է պատերազմի մասնակից տղաների կրթությամբ իրականությունը փոխելու հարցում։ Հիմնադրամի շահառու դառնալու ու բարձր միավորների արդյունքում գյուղատնտեսական համալսարանի գինեգործության ֆակուլտետում անվճար համակարգ անցնելու լուրը Խաչիկը միաժամանակ ստացավ։ Որոշումը հստակ էր՝ շարունակելու է մնալ 4090 հիմնադրամի շարքերում։ Ֆինանսական աջակցությունից առավել կարևոր էր այն միջավայրը, որը տալիս է զարգացման և ինքնաճանաչման հնարավորություն։ Պատերազմի մասնակիցները ունեն մոռացվածության խնդիր։ Իրականում այդ մոռացվածության խնդիրը կա սկսած հանրային տրանսպորտից, ամենատարրական բաներից։ Հիմնադրամը այնքանով օգնեց, որ ցույց տվեց, որ այդքան էլ մոռացված չեն պատերազմի մասնակիցները, ու շատ թիրախային կազմ են ընտրել հովանավորելու համար, ինչը որ հիանալի է։ Շահառուների մեջ շատ մարդիկ եղել են, որ պատերազմից հետո շատ բարձր փուլեր անցնելով չեն ուզեցել ուղղակի սովորեն, բայց հիմնադրամը ստեղծել է մի հատ կորիզ, որ այդ կորիզը աշխատում է մենակ կրթության վրա։ Ամեն մեկս մեծ չափով։ Եթե հիմնադրամը ինձ օգնում է, որ ես սովորեմ, ուրեմն ես պիտի սովորեմ։ Ու այդ առումով շատ մասնակիցների sense ոնց որ ճիշտ ուղու վրա պահեցին, որ այդ ուղուց հանկարծ չշեղվենք։ Այսօր Խաչիկը հաջողել է նաև համառության, ապա նաև այն մարդկանց շնորհիվ, որոնք հավատացել են իրեն։ Գինեգործությունը նրա համար այլևս ոչ միայն մասնագիտական ընտրություն է, այլ նաև բիզնես եւ ապրելակերպ։ Այժմ արտադրում եմ բնական գինիներ, նշեմ, որ խաղողի այգիները մեր սեփական այգիներն են, Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում աճեցնում ենք արենի, թոզոտ եւ ոսկեհատ էնդեմիկ սորտերի խաղող։ 23 թվականի բերքը պատրաստեցին գինի արդեն շշալեցման նպատակով, պատրաստեցի արենի սորտի խաղողից, կարմիր անապակ գինի, դե բնականաբար առանց հավելումների, միայն գումար աշխատելը չի իմ նպատակը բնական գինիներ ունենալն է։ Այդ իսկ պատճառով պատրաստում եմ բացառապես առանց հավելումների գինիներ։ Ու ասեմ, որ բավականին լավ դրսևորվում են, թե շշի մեջ, թե արդեն ըմպելու ընթացքում։
Հայկական գինիների կողքին այսօր իր տեղն ունի նաև Խաչիկ Գրիգորյանի բնական գինիների արտադրությունը։ Անվան ընտրությունը եւս պատահական չէր։ Համ ուզում էի հայկական լինել, համ ուզում էի ինչ-որ եվրոպական սպառողի կողմից ընկալելի անուն լիներ, քանի որ հայերենը այնքան բազմազան է իր հնչյուններով, բավականին մեծ դժվարությամբ են արտասանում շատ տուրիստներ։ Մեկ տարի շարունակ փնտրելու արդյունքում գտա Շարոս անվանումը, որը որ արևմտահայերեն նշանակում է խաղողի շարք։ Շարոց է կոչվել, ձմեռը որ տատիկները խաղող են կախել պատվալներում։ Այդ բառը սղվե, սենց բառապաշարից դուրս էր եկել ու սենց գտա շատ պատահական, հայկական, պատմական, սենց ինչ-որ գրքերի մեջ հին։ Ու տենց իմ գինին կոչեցի Շարոս։ Խաչիկը մեկն է այն տղաներից, որոնց պատմությունները չեն ավարտվում պատերազմի էջով։ Դրանք շարունակվում են ընտրություններով, աշխատանքով ու հավատով։ Եվ երբ այդ հավատին միանում է հնարավորություն ստեղծող միջավայրը, ձևավորվում են իրական հաջողության պատմությունները։ 4090-ը տարվա մեջ ունենում է բազմազան միջոցառումներ, կամավորություններ, որին մասնակցել է տալիս է նոր շփումներ, նոր ծանոթություններ, ամեն մեկս տարբեր մասնագիտության տեր մարդիկ են ու կարող է մեկից մի բան պետք լինի, հիշենք, որ ինքը բժիշկեր էսիշ տեղը աշխատում էր, կամ հիշենք, որ ինքը ծրագրավորող էր մի հատ իմ կայքը, ինքը պատրաստի կամ օգնի կամ խորհուրդ տա, մի հատ մեծ թիմ է, որ իրար օգնելով առաջ ենք շարժվում, ցանկացած ժամանակ, միասին զարգանում ենք, հետո բոլորս մի գաղափարի, մի արժե համակարգի տեր մարդիկ ենք։ Պատերազմի միջով անցած ճանապարհն է, որ բոլորին սենց ինչ-որ նստացրել է, սենց ծանրացրել է ու ամեն ինչը անելուց առաջ սենց ավելի ծանր, ավելի հեռանկարային, ավելի լուրջ։ Հիմնադրամի մեջ այնքան դրական էմոցիաներ կային, այնքան առաջ գնալու տեղ կային։ Գիգանտ մարդիկ են այդ հիմնադրամի ղեկավարության մեջ, թե մտքով, թե հնարավորություններով, իրենց հետ առօրյա շփումը արդեն քեզ զարգացնում է, ամեն առումով զարգացնում է։ Իրականում բացի շահառու լինելը հիմնադրամին, մեծ նպատակ կա, որ երբ որ ես պատրաստ լինեմ դոնոր հանդիսանալու, այդ տվյալ ժամանակում հիմնադրամի ղեկավարության օժանդակությամբ արդեն կհասկանանք, թե որ ոլորտում կարող եմ իմ ներդրումը կատարել, իմ օգնությունը ցույց տալ կամ հանդիսանալ որպես դոնոր։